Պեղումների ժամանակ հայտնաբերվեց Արաքս գետից հյուսիս ընկած ամենահնագույն բնակատեղի։ Ամենահնագույն ասելով ինչ ենք հասկանում։ Երևանի տարածքում հայտնաբերվել են հնագույն ռելիկտային արտերի մնացորդներ, որ աշխարհահռչակ գիտնական Վավիլովը, որը պայծառագույն ազնվորություն էր եւ նրան հայտնի էր ամբողջ երկրագնդի բուսական աշխարհը, հանգեց եզրակացության, որ հասազգիների հայրենիքը դա Հայաստանն է։ Ձեր այս ուսումնասիրած տարածքը իսկապես մեր թվարկությունից առաջ 15000 տարեկան է տարիքը է։ Գիտեք, սա իմ համոզմունքն է։ Ցած տարի ասեմ, որ մենք երկու բացահայտում ենք արել։ Երկու կարևոր բացահայտում ենք արել։ Մեկը ուրեմն սա այս հնավայրն է, որը որ ես կարծում եմ շատ մեծ ուրեմն հեռանկար ունի, ես կասեի ոչ թե դամբարանադաշտ, այլ կասեի սրբազան լանդշաֆտ։ Զարմանալի երևույթներ ենք այստեղ մենք հայտնում։ Սա արդեն վերաբերում է Քրիստոսի ծննդից առաջ 4-րդ, 3-րդ հազարամյակներին։ Այնքան մեծ է մեր անելիքը, այնքան կարևոր ու այնքան մեծ անտարբերությունը, որ ես զարմանում եմ պարզապես դա անցալեր։ Ողջույն 24 նյուսի եթերում անուշադրության կենտրոնն է, ես Անիտեր Գուլանյանը։ Այսօր իմ զրուցակիցն է հնագետ արվեստաբան Հակոբ Սիմոնյանը։ Ողջույն պարոն Սիմոնյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարև ձեզ։ Պարոն Սիմոնյան, վերջերս համացանցում տեսա սենսացիոն բացահայտումից էիք խոսում, 15000 տարվա բնակավայրի մասն էիք խոսում Երևանի տարածքում, մի փոքր կներկայացնեք ավելի մանրամասն ինչի մասն էր խոսքը, ինչ բացահայտման մասին է խոսքը։ Սիրելիան, ես ասեմ, որ սենսացիոն բառը ես թափես չեմ սիրում։ Դա մեր պատմությունն է, մեր անցած ուղին է, եւ մենք անընդհատ կարողանում ենք ավելի խորանալ մեր մշակույթի, մեր պատմության, մեր արմատների խորխորատները։ Վերջիվերջո մարդը առանց հիշողության դատապարտված է։ Կորցնելով հիշողությունը դու արդեն դառնում ես խոցելի։ Պատահական չէ, որ ասացված կա, եթե ուզում ես ժողովրդին հաղթել, զրկի հիշողությունից։ Մենք միայն հուշարձան չէ, որ բացահայտում ենք, մենք բացահայտում ենք մեր պատմության մոռացված էջերը։ Եվ այդ տեսակետից, այո, չափից դուրս ուշագրավ էր, որ այժմ բավականին անհրապույր մի վայրում, որտեղ 4 կողմը ինչ-որ շեբենի հանքեր են, աղբակույտեր են, տարբեր տեսակի ուրեմն թափոնների, ինչ ասեմ, վայր է, եւ այդտեղ պեղումների ժամանակ հայտնաբերվեց Արաքս գետից հյուսիս ընկած ամենահնագույն բնակատեղին։ Ամենահնագույն ասելով ինչ ենք հասկանում։ Ես նկատի ունեմ ժամանակակից մարդու հետ սառցադաշտային ժամանակաշրջանը, որովհետև դա շատ կարևոր բան է, մարդկությունն անցել է զարգացման մի քանի, այդպես ասենք, առանցքային Կարելի է ասել, որ պատմագիտությանը հայտնի այս պահին պատմագիտությանը հայտնի ամենահին բնակավայրը, հա, այսպես կարելի է։ Գիտեք, ես դրա համար շեշտեցի հետ սառցադաշտային շրջանի, այսինքն հոլոցենի, դա մասնագիտական տերմինը դա է, որովհետև մարդագոյացման պրոցեսները, գործընթացները հայկական լեռնաշխարհում սկսվել են բավականին վաղ։ Դա մեկ այլ փուլ է, մեկ այլ բնագավառ է, բայց վերջիվերջո մարդկությունը անցնելով այդ դաժան սառցադաշտային ժամանակաշրջանների միջով եկավ մի ուրեմն հոլոցենի դարաշրջանը, որը իր կլիմայական, բուսական եւ կենդանական աշխարհով համահունչ է մեր այսօրվա իրավիճակին։ Եվ հենց այդ ժամանակից մարդը ձևավորեց քաղաքակրթական իր գործունեությունը։ Որոնք էին դրանք։
Գիտենք, որ մեր ամբողջ ժամանակակից տնտեսությունն անգամ խարսխված է երկու առանցքային ուրեմն երևույթների վրա, որոնք կանխորոշում են մեր կենցաղը։ Դա անասնապահությունն է եւ երկրագործությունը, որտեղ առանց սնվելու մարդը չի կարող ապրել։ Դա կենսա ապահովման միջոցներն են։ Եվ երկար ժամանակ մարդը վարել է յուրացնող տնտեսություն։ Այսինքն ինչպես կենթանական աշխարհի ներկայացուցիչները բնությունից վերցրել են այն, ինչ պատրաստ է, այն, ինչ գոյություն ունի։ Մարդկությունը կատարեց հեղաշրջում, երբ ինքը սկսեց արտադրել իր կենսապահովման միջոցները, այսինքն անասնապահությունը ծագեց եւ ծագեց երկրագործությունը։ Բայց մինչ այդ մարդկությունը դեռ պետք է անցներ հազարամյա զարգացման մի փուլ, որից հետո միայն հանգելու էր այդ նոր տնտեսաձևին։ Դա այսպես ասենք հավաքչական եւ որսորդությամբ զբաղվող համայնքներն էին, որոնք ունեին բավականին զարգացած մտածողություն, բայց այնուամենայնիվ դեռևս այն հասարակական աստիճանի վրա չէին կանգնած, երբ զբաղվում էին արդեն, ինչպես ասենք, նեոլիթյան հեղաշրջումից հետո զբաղվում էին արտադրող տնտեսությամբ։ Մենք արտադրող տնտեսության մասին ունեինք պատկերացումներ, ունեինք հուշարձաններ, բայց դրան անմիջապես նախորդող ժամանակաշրջանին, որը նախապատրաստեց այդ թռիչքաձև անցումը, մենք չունեինք որևիցե իրեղեն փաստացի վկայություններ հուշարձանների տեսքով։ Եվ ահա այստեղ, երբ մենք սկսեցինք պեղումները, գիտեք, միջավայրը աստիճանաբար սկսեց խոսել իր մասին։ Դա մի բավականին ուշագրավ այն ժամանակվա համար իրավիճակ էր, երբ երկու գետակները խառնվելով իրար հետ առաջացնում էին գետ, իսկ այդ գետակների խառնման վայրում վեր էր բարձրանում մի ժայռե գագաթ, ժայռե բարձունք, որը չտեսնված նպատակահարմար էր այդ նախնադարյան ուրեմն հավաքչությամբ եւ որսորդությամբ զբաղվող համայնքի համար։ Նախ ապահով էր տեղը։ Դա բավականին բարձր տեղ էր։ Բացի դրանից հիշենք ինչ բան էր սառցադաշտային շրջանը։ Սառցադաշտերը հսկայական սառցե զրահով ծածկել էին երկրագնդի հսկայական մի զանգվածը։ Դուք պատկերացրեք, որ ժամանակակից Բերլինի կամ Մոսկվայի տարածքում գոյություն էր 3 կիլոմետր հաստությամբ քարե սառցե զրահ։ Հայաստանում, որ շատ ավելի հարավային երկիր է, սառցադաշտերը լեռների գագաթներից էին իջնում ցած եւ մինչեւ 1700-1800 մետր բարձրության վրա դարձյալ հավերժական սառցադաշտեր էին։ Այստեղ դա է երևույթը կոչվում է մորեններ, երբ որ սառցադաշտը ներքև իջնելով կարծես հսկա մի բուլդոզեր հրում էր իր առջև գտնվող ամեն ինչ։ Առաջանում էին գլաքարեր, որոնք գլորվելով իջնում էին ներքև եւ դրանք հին մորենների հետքերն են, որոնք պահպանվել են Արագածի փեշերին, Գեղամա լեռներում եւ Սյունյաց լեռներում։ Ահա այս իրավիճակում Երևանի տարածքը, որը բարձրությունը մոտավորապես 1000 մետր է այն հատվածում, որտեղ մենք պեղում էինք Սիլիկյան թաղամասում, ահա չափից դուրս նպաստավոր էր բնակության համար։ Հորդառոտ գետակները լի էին ձկներով։ Երևանի տարածքում հայտնաբերվել են հնագույն ռելիկտային արտերի մնացորդներ։ Այսինքն ցորենը ռելիկտ նշանակում է վերապրուկային։ Այսինքն դա բնականից եւ այսօր դեռ պատկերացնում եք երկու այդպիսի արտ կա Երևանի տարածքում, որոնցից առավել հայտնի է Մուշականինը։ Մյուսը Զովոնիում է։ Եվ այդ
արտերը բնականից ծլարձակել են, հասունացել է, ցորեն ընկել է գետնին, նորից ինքնաբերաբար աճել է եւ այդ արտը անընդհատ պահպանվել է։ Եվ նման արտերի քանակը տասնյակից ավել է Հայաստանի, այժմյան Հայաստանի տարածքում, եւ չեմ ասում հայկական լեռնաշխարհի։ Միայն այսօրվա այժմյան Հայաստանի տարածքի մասին է խոսքը։ Եվ դա հիմք եղավ, որ աշխարհահռչակ գիտնական Վավիլովը, որը պայծառագույն ազնվորություն էր եւ նրան հայտնի էր ամբողջ երկրագնդի բուսական աշխարհը, հանգեց եզրակացության, որ հասազգիների հայրենիքը դա Հայաստանն է։ Ուրեմն այստեղ եղել են նաև այդպիսի մշակելի կամ ավելի շուտ պահպանվող արտեր, որտեղ արտը գոյություն ունի, բայց որպեսզի դու բերք ստանաս, դու պետք է կարողանաս այդ բերքը պահպանես վայրի գազանների, հատկապես վարազների, ուրեմն ոտնձգություններից, որտեղ նրանք տրակտորի պես կարող էին գալ եւ ամբողջ հողը տակնու վրա անել, բերքից զրկելով քեզ։ Ոնց ճիշտ հասկացա, որպեսզի կարողանաս այդ սերմը պահպանես, հա, որպեսզի հետո նորից հանձնես հողին, նորից բերքը, դրա մասին է խոսքը, որպեսզի հա։ Գիտեք ոնց է, բերեք ես բացատրեմ դա, եթե կարելի է։ Ուրեմն ըստ դա հետ մեր հերոստատիկովին էլ է հետաքրքիր, որովհետև մասնագետ չենք ամեն դեպքում այդ։ Մարդը արդեն երբ սկսեց հողը մշակել եւ ցանել հատիկը ու ստանալ բերք, դա նոր քարեդարի ժամանակաշրջանն է կամ նեոլիթյան ժամանակաշրջանը, բայց նեոլիթն էլ իր հերթին բաժանվում է երկու փուլի, մեկը կոչվում է նախախեցեգործական նեոլիթ, մյուսը արդեն խեցեգործական, ինչի որովհետև մարդը երբ սկսեց ունենալ սննդի մեծ պաշարներ, կարիք ունեցավ, որ դա պահպանի, այդ պահպանելը կարելի էր անել միայն կավանոթների մեջ, եւ հանդես եկավ խեցեգործությունը, եւ դա քանի որ առանցքային անցումնային փուլ էր, կոչվում էր նախախեցեգործական եւ խեցեգործական նոր քարեդար։ Իսկ դրանից առաջ գոյություն ուներ մեզոլիթյան կամ միջին քարեդարի շրջափուլը, որը անմիջապես ձևավորվեց սառցադաշտերը հալչելուց հետո։ Ահա այդ ժամանակ մարդը տեսավ, որ բնական ցորենը գոյություն ունի, բայց այդ ցորենը կարիք ունի պահպանության, որովհետև եթե դու չպահպանես, ես արդեն ասեցի, կենդանիները կարող են ոտնակոխ անել, բերքը ամբողջովին փչացնել։ Շատ հետաքրքիր մի հեքիաթ ունենք մենք։ Գիտեք, ֆոլկլորը ամենակայուն եւ մնայուն ուրեմն գրական ստեղծագործություններից է։ Եվ այստեղ շատ հետաքրքիր մի պահ կա, որ ասում է շունը աշխարհը լցրեց հացով։ Ես այդպիսի մի վերլուծական եմ արել, որ տեսնում եմ, որ դա ամենահնագույն Միքայելոս հեքիաթներն են, դա ես չեմ ասել, դա ամենամեծ մեծ բանասերներն են ասել, ուրեմն Աբեղյան, Սարգիս Հարությունյան, դրանից առաջ Ղափանցյանն է այդ մասին խոսել, որ երկրագործական պաշտամունքը եւ երկրագործության հետ կապված այդ ֆոլկլորը, հեքիաթները, ասացվածքները, լեգենդները, դրանք հնագույններից են։ Եւ այստեղ շատ զարմանալի է, ինչ կապ ունի շունը, ու թվում է թե շունը պետք է կապ ունենա միայն անասնապահության հետ։ Հովիվ առանց շան դժվար է պատկերացնել, բայց երկրագործության հետ շունը աշխարհը լցրեց հացով։ Իմիջիայլից ասեմ, որ առաջին տելացված կենդանին այդ շունն է, որ հետ սառցադաշտային շրջանում մարդը առաջինը շանը ընտելացրեց։ Եվ իրեն օգնական որպես, հա, իրեն օգնական, հա, որպես։ Շունը հենց պահապանն էր արտի։ Դուք հասկանում եք։ Դրա համար է այդպես, հա, երևի հացով լցրեց աշխարհը։ Շունը պահպանելով արտը վայրի կենդանիներից մարդը չէր կարող ոչ հոտառությամբ զգալ, որ վտանգ է գալիս, այսինքն որպես պահապան։ Եվ այստեղ ուրեմն նկատի ունենալով դա կարող ենք ասել, որ եղել են անպայման հացազգիների արտեր, որը մարդուն գրավել է դեպի այստեղ, որպեսզի նա այստեղ բնակվի, մյուսը իհարկե որսի կենդանիներն են, քանի որ երկու կողմից առուներ են, իսկ կենդանիները մենք գիտենք առանց ջրի չեն կարող ապրել եւ գալով ջուր խմելու դառնում են որսի հիանալի թիրախ։
Ահա այս տարածքը տեսեք, ձվուկ որսի կենթայիներ, հացազգիներ եւ անկասկած նաեւ այնտեղ եղել են բավականին արմատեքներ, որոնք օգտագործել եւ համայնքը ունեցել է առատ սննդի պաշար։ Այսինքն բնական այս միջավայրը չափից դուրս նպաստավոր է եղել, որպեսզի մարդը այստեղ ապրի։ Պեղումների ժամանակ բացվեցին քարե ճարտարապետության հետքեր։ Գիտեք, ընդհանրապես այդ վաղնջական շրջանում, որ մեզ հայտնի ասենք Լևանտում, դա Սիրիայի տարածքն է, Պաղեստինի, բոլոր կառույցները նույն կառուցվածքն են ունեցել, կլոր շրջանաձև հատակագծով տներ են եղել, այնտեղ նրանք կառուցել են հումալյոսից, որտեղ քար այդ տարածքում հազվադեպ է։ Հայաստանում քարը ինչն է շատ քարը եւ ամենամեծ հարստություններից մեկն է մեր միջայլոց, մենք այդպես բողոքում ենք, որ քարը երկիր է, բայց դա հենց այդ քարը մեր բանն է։ Պատական չէ, որ Ագագ Թանգեղոսն ասում է, նրանք ասում էին խոսքը հետանոսների մասին, որ քարը մեր ծնողն է։ Ֆեկիր բան է։ Եվ ահա, այսինքն այս որ ուսումնասիրում եք, այստեղ արդեն քարով է կառուցված, հա։ Այո, սա է ապշեցնողը։ Սա ինչ է մեզ վկայում, սա ինչի մասին է խոսում, որ քարով է։ Միայն տեղանքի մասին, որ մենք քար շատ ունենք, թե վաղնջենականության մասին է ավելի։ Մեր մոտ երբ է ծագել։ Արդեն ցույց է տալիս, երբ մեր դա հնագույն քարե ճարտարապետության օրինակներն են։ Ձեր այս ուսումնասիրած տարածքը իսկապես մեր թվարկությունից առաջ 15000 տարեկան է տարիքը այսպես։ Գիտեք, սա իմ համոզմունքն է։ Որպեսզի դա դառնա միջազգային բոլոր կանոններով ընդունված դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, այնտեղ մենք պետք է կարողանանք դա ժամանակակից մեթոդներով ցվագրել, պետք է դեռ կարողանանք այս ամենին հաղորդակից դարձնել մեր գործընկերներին, եվրոպական հատկապես ճանաչված գիտնականներին, մենք անցած տարի դեկտեմբերին ենք սա հայտնաբերել։ Ընդհանրապես։ Այսինքն մենք խոսում ենք 3 ամիս առաջ, 3 էլ չէ, դա ավելի քիչ։ Եվ ինչն է ինձ հիմք տվել նման եզրակացության։ Նախ Խեցեղենի սպառ բացակայությունը։ Խեցեղենը ցանկացած հնագույն բնակատեղիներում ամենամեծ քանակն է, որտեղ մարդը բոլորից շատ պատրաստել է կավանոտները ջարդվել են, դրանց բեկորները սփռված են ցանկացած բնակավայրի տարածքում։ Եթե գոյություն չունի կավանոթի բեկոր խեցատներ, նշանակում է դեռևս մարդը չէր տիրապետում խեցեղեն պատրաստելու արվեստին։ Մյուսը դա միկրոլիթների արկայությունն է։ Միկրոլիթներ, ես տերմիններ եմ օգտագործում, բայց առանց դրա անհնար է հավանաբար, մանրակերտ ներդիրների մասին է խոսքը։ Դա ո՞րն է, ասում եմ։ Դրանք շատ փոքրիկ, մի քանի սանտիմետր երկարությամբ, սեղանաձև կամ ուղղանկյունաձև գործիքներ են սուր ծայրերով, որոնք ամրացվում էին փայտե ուրեմն հիմքի վրա եւ ստացվում էր հիանալի գործիք, որսորդական եւ այլն կտրիչ գործիքներ են բանում։ Ինքնապաշտպանության մեթոդ եւ այլն։ Դա մեզոլիթի բնորոշ արվեստն է։ Մենք այստեղ ունենք հենց այդ մշակույթը։ Այսինքն երկու կռվան, մեկը խեցեղենի իսպառ բացակայությունը, մյուսը միկրոլիթների ներկայությունը հիմք է նման եզրակացություն ասել։ Երրորդը ճարտարապետությունն է։ Այդ ժամանակաշրջանի բոլոր տները, որ մեզ հայտնի է, արդեն լավ ուսումնասիրված մյուս հուշարձաններից, դա ուրեմն շրջանաձև կամ բոլորձև հատակագծով կառույցներն են, որոնք ունեն բավականին փոքր չափսեր, 2-ից 4 մետր տրամագիծ, եւ այդ տների մեջ պատասպարվել են հին որսորդները եւ հավաքչությամբ զբաղվող մարդիկ, որպեսզի կարողանան գոյատևել։ Այսինքն, այսել եղավ երրորդ կռվանը, որը մեզ թույլ է տալիս նաեւ տարեթիվը բնորոշ։ Տարեթիվի համար մենք ունենք մի այսպիսի բան, դեռևս մենք չունենք օրգանական մնացորդներ, որ կարողանանք ռադիոածխածնային
տարալուծումների միջոցով թվագրել։ Այսինքն լուրջ ուսումնասիրությունների կարիք ունի դեռ, բայց ընդհանուր ձեր արդեն հայացքը, պարոն Սիմոնյան, ես ուզում եմ նաև մեր հետևորդների համար հիշեցնեմ, որ դուք նույն Կարմիր բլուրը, Շենգավիթը, Աղց արքաների դամբարանը, Աղց արքաների դամբարանը, դուք այդ նույն ուսումնասիրությունների, հա, այդ խմբի, արշավախմբի ղեկավարն եք եղել եւ բազում ուսումնասիրությունների եւ դեռևս կա, այո։ Եվ որպեսզի ինչի համար եմ սա շեշտում, այսքան ուսումնասիրություններից հետո դուք իսկապես այս նոր ուսումնասիրությունով համարում եք սա բացահայտում այս նոր ուսումնասիրությունը, համարում եք սա Եվ անցած տարի ասեմ, որ մենք երկու բացահայտում ենք արել։ Երկու կարևոր բացահայտում ենք արել։ Մեկը ուրեմն սա այս հնավայրն է, որը որ ես կարծում եմ շատ մեծ ուրեմն հեռանկար ունի եւ շատ խոստումնալից է։ Դուք պատկերացնում եք, սա քարե ճարտարապետությամբ հնագույն հնավայրն է ամբողջ հարավային Կովկասում։ Դա միայն Հայաստանին չի վերաբերում։ Եվ բացի աշխարհին է վերաբերում։ Այո, կար պատկերացում, որ մենք ունենք արդեն Պորտասարյան մշակույթը, բոլորիս հայտնի, կամ Գյոբեկլի թեփեն, թուրքերեն ասած, այդ Կարահան թեփեն, Նավելի չորին եւ այլն, որոնք այսօր ամբողջ գիտական աշխարհի ուշադրության կենտրոնում են, բայց դեպի ավելի հին, ավելի հյուսիս եւ ավելի հին։ Գոնե ասենք, գոնե ժամանակակից հնավայրեր, Արաքսից հյուսից մեկ չունեինք։ Հիմա սա բացահայտում է, եւ սա այդպես էլ պետք է ներ, հայկական լեռնաշխարհը միասնական մշակույթ է ունեցել հնագույն շրջանից ի վեր ժառապատկերային արվեստի ամբողջ գործընթացի ժամանակաշրջանում, եւ ես կարող եմ հստակ ասել, որ ընդհանուր այս մշակույթը ունեցել է նաև էթնիկ ենթատեքստ, ենթաշերտ, որովհետև միայն մեկ կերպ մտածող, աշխարհը մեկ կերպ ընկալող ու մեկնաբանող էթնոսը կարող էր ստեղծել միանման հնավայրեր։ Հիմա եթե մենք տեսնում ենք հարավում Վանալճի ավազանում եւ այլն, այդ ուրեմն այդպես ասենք Պորտասարյան մշակույթի հետքերը, ապա տարօրինակ կլներ առնվազն, որ Արարատյան դաշտում մենք այդպիսի հնավայր չունենայինք։ Հիմա այս բացահայտումը իր առումով կարևորագույն նշանակություն ունի։ Անցնենք մեկ այլ հուշարձան։ Հա, դուք ուզում եք խոսեք հիմա դրա մասին։ Եթե ժամանակ ունեք։ Հա, իհարկե, խոսեք։ Գուցե եթե հարց ունեք, սա ամփոփենք, հետո ասենք ես հնավայրի։ Հարցը կարող է շեղել, դրա համար դուք այդ խոսեք այս հնարավայրի մասին, հետո որպեսզի չշեղվենք ընթացքից։ Մյուս հնավայրը, որի տարածքում մենք անցած տարի պեղումներ կատարեցինք, դա Արմավիրի եւ Արագածոտնի մարզերի սահմանաբաժանման մասում գտնվող Աղավնատան դամբարանադաշտն է։ Բայց դա ավելի շուտ ես կասեի ոչ թե դամբարանադաշտ, այլ կասեի սրբազան լանդշաֆտ։ Զարմանալի մի երևույթներ ենք այստեղ մենք հայտնվում։ Սա արդեն վերաբերում է Քրիստոսի ծննդից առաջ 4-րդ, 3-րդ հազարամյակներին։ Այսինքն ահագին ժամանակ էր անցել, զարգացել էր մարդը, զարգացել էր նրա կրոնական, դիցաբանական պատկերացումները, աշխարհընկալումները, տեխնիկան, սկսել էր տիրապետել նորագույն տեխնոլոգիաներին, եւ ահա այդ ժամանակաշրջանում մենք կարող ենք ասել ինչ որ մի տեղ այդպես որպես ընթերցողի համար ավելի հասկանալի, սա նախահայկյան շրջափուլն է։ Սա մի շրջափուլ է, որի ժամանակ ձևավորվում են այդպես առասպելական տարածքներ ընդգրկող մշակույթներ։ Օրինակ Շենգավթյան մշակույթը, որի ուրեմն առանցքային հնավայրերից մեկը ինձ բախտ է վիճակվել ուսումնասիրել 2000 թվականից ի վեր, միշտ համարվում էր շատ հետաքրքիր, իսկ ո՞րն է առանցքը, ո՞րն է այդ խանձարուրը, որտեղ ծագել է այս մշակույթը։
Հիմա հատկապես նույն եվրոպական գիտական աշխարհում ընդունված տեսակետ է, որ 5 պղնձեքարի դարի մշակույթը կամ ընդունված է խալկոլիթյան մշակույթ ասել, որը ընդգրկում է 5-րդ հազարամյակից մինչև 4-րդ հազարամյակի կես ընկած ժամանակահատվածը, դա համարում են, որ այդպես կտրուկ տարբերվում է վաղ բրոնզե դարի շենգավիթյան մշակույթից։ Դրանք պատկերացեք ինչ ժամանակաշրջաններ են, եւ առաջի քաղաքակրթությունների սերմերն էին միայն ծլարձակում։ Դեռ չկային պետական կազմավորումներ, չկային դեռ բան, բայց կար աշխարհաքաղաքական ընկալում։ Եվ այստեղ մենք տեսնում ենք առաջի անգամ Հայաստանում ժայռապատկերներ, որոնք անմիջական կապ ունեն դամբարանների հետ։ Ժայռապատկերը այսօր մշակութաստեղծ մի երևույթ է, որի թվագրման խնդիրը հանելուկ է։ Ինչի համար։ Չկան մշակութային շերտեր, չկա այլ օրգանական մնացորդներ, որոնք հիմք հանդիսանան թվագրելու ժայռապատկերային արվեստը։ Իսկ ժայռապատկերային արվեստ Հայաստանում այդտեղ լավ գործընկերներից մեկը վերջերս հրատարակեց ժայռապատկերին նվիրված մի մեծ ծառացավալ հատոր, Կարեն Թոխատյանի մասին է խոսքը, այո, ես համարում եմ դա նվաճում, որովհետև կարևոր բանը իմի բերեց մինչև մեզ համար հայտնի ժայռապատկերների մի ստվար մասը, ամբողջը չէ, բայց ստվար մասը եւ այստեղ արտացոլված է։ Ահա այս ուրեմն եւ մյուսների կատարած, որտեղ նա մենակ չի, բավականին լուրջ մենք գիտնականներ ենք ունեցել, որոնք զբաղվել են ժայռապատկերային արվեստով, ես ինքս էլ եմ փորձում այդ բնագավառում իմ խոսքը ասել, ինչն է հետաքրքիր, որ ժայռապատկերը կարող էր թվագրվել միայն հստակ աղերսված հնագիտական իրողության միջոցով։ Եվ այստեղ Աղավնատանը մենք դա ունենք։ Աղավնատանը մենք պերեցինք մի դամբարան, որը հիմք տվեց ասելու, որ գոնե Աղավնատան այդ ժայռապատկերները թվագրվում են 4-րդ հազարամյակի կեսով։ Թվագրումը ժայռապատկերների տարբեր գիտնականների մոտ շատ տարբեր է, սկսած ուրեմն 20-30 հազար տարվանից, չգիտեմ ինչի մանվրա են այդպես ասում, բայց կա այդպիսի տեսակետ շրջանառվող մինչև ուրարտական շրջանը։ Այսինքն, քանի որ չկար այդ առանցքը, որ հիմքը, որով դու կարող ես ժայռապատկեր թվագրել, այդպես ամեն մեկը ելնելով զուտ իր մտածողությունից, իր ընկալումներից, այդպիսի թվագրումներ էին տալիս։ Հիմա մենք ունենք հստակ դամբարան, որի քարերից մեկը հենց պատկերում է խոյ եւ իշայծյամ։ Իշայծյամ, դա էլ շատ հետաքրքիր մի թեմա է, որտեղ իշայծյամ առաջի անգամ հայտնաբերվեց Հայաստանում։ Եվ դրա հստակ թվագրումը կարող ենք ունենալ, այսինքն մենք կարողանում ենք այստեղ գտնել կապը, որը որ թվագրման հիմքն է։ Որը շատ կարևոր է։ Շատ կարևոր։ Եվ այս տարածքում մենք տեսնում ենք մեգալիթյան բազմաթիվ կառույցներ, հսկաների տներ, այդպես անվանենք դրանք, կամ դոլմեններ, հին ճանապարհներ, որոնք ունեն մինչև 4-ից 6 մետր լայնություն, երկու կողմից քարաշար պատեր եւ ձգվում են մի քանի կիլոմետր։ Հասկանում եք դա ինչ բան է։ Եվ այդ ճանապարհը հիանալի հարթեցված է։ Հարթեցված է անկասկած տրանսպորտային միջոցների, այն ժամանակ սայլեր կարող էին միայն օգտագործել։ Ժամանակակից խոսքով ասած ասֆալտապատած է։ Այո։ Այն ժամանակվա մեթոդներով ասֆալտապատել են։ Իդեալական ճանապարհի հատվածներ են, ճանապարհները տանում են դեպի պաշտամունքային վայրեր։
Դա էլ եք արդեն տեսնում դուք որ տանում են Այո, դրանք տանում են դեպի Մեհյաններ։ Եվ Մեհյաններում որպես կանոն մենք տեսնում ենք քանդակված ժայռապատկերներ, որոնք պաշտվել են այստեղ շեղվեմ մի փոքր հետո կվերադառնամ սրան, ամենից ցնցողը դա է։ Մեր ժողովրդի մեջ, որպես մեր ժողովրդի ինքնագիտակցության, ինքնապաշտպանության, ուրեմն մի այդպես, չասեմ, գուցե դեռևս ոչ ամբողջովին մեկնաբանված հատկանիշը դա ավանդապաշտությունն է։ Գիտեք, շատ-շատերն են զարմանում մեր ընտանիքի կայունության վրա, մեծերի նկատմամբ հարգանքի վրա, մեր ուրեմն պատմության նկատմամբ բացառիկ ուշադրության, նույնիսկ ասում են դենեթեն չի փոխվել, այդքան ավանդական իր կեցվածքով այնքան են որ նստած է մեր հոգու մեջ։ Գիտեք, եւ այս ավանդապաշտությունը ես տեսնում նյութական աշխարհում։ Այսինքն նույնիսկ նյութական աշխարհում, հոգեվոր աշխարհում, կրոնական պատկերացումներում այդ ավանդապաշտությունը հազարամյակներ է տևել։ Ահա մենք տեսնում ենք այդ ժայռապատկերների մոտ կատարված զոհաբերություններ, մարդիկ չպատկերացեք միայն կենթայիներ եւ մարդիկ պետք է զոհեին։ Դրա մեջ մտնում էին նաև իրենց ազնական իրերը, իրենց ուրեմն այն ժամանակ շատ բարձր գնահատվող ունեցվածքը բերել եւ մատուցել են աստվածներին։ Եվ այս երևույթը սկսվում է 4-րդ հազարամյակի կեսից Քրիստոսի ծննդից առաջ եւ հարատևում է մինչեւ Վանի թագավորության ժամանակաշրջանը։ Դուք հասկանում եք ինչ մանը 3.5 տարի։ Այս վայրերը եղել են պաշտամունքի վայրեր, սերնդե սերունդ։ Եթե լիներ այդտեղ էթնիկ որևիցե խզում, կմոռացվեր նաև պաշտամունքի վայրը։ Սա նաև հիմք է ենթադրելու, որ մեր մոտ, մեր նախնիները անընդհատ են ապրել այս տարածքում։ Եվ այն սին, այն ճղճիմ ես կարող եմ ասել, տեսակետ, որ հայերը եկվոր են, որ Հերոդոտ ընդամենը խեղճ մարդը մի բան է ասել, որ փյուրգացիները հայերը նույն կերպ էին հագնված եւ ունեին նույն զենքերը։ Դա բավական էր ամբողջ աշխարհի գիտնականներին համարել անբեկանելի վկայություն, որ հայերը եկվոր են։ Քանի որ փյուրգացիների նման են, ուրեմն եկել են Բալկաններից։ Եվ գիտեք, այս տեսակետը դեռ չի իրեն սպառել, դեռ չի մահացել։ Իսկ հնագիտությունը այն զենքն է, այն միջոցն է, որը ցույց է տալիս, արդյոք գրավոր ընդամենը մի նախադասությունը հիմք է, որպեսզի մի ողջ ժողովրդի պոկեն իր բնօրանից եւ ասեն դու ուրիշ տեղի ես եկել։ Բայց այդ մի նախադասությունը հակադրվող բազում այլ փաստեր կան։ Դե ես ասեմ, հնագիտությունից ավելի ինչ ասեմ, արժեն հավատ, փաստ չի կարող լինել։ Այստեղ ես տեսնում եմ ժայռապատկերը, Մեհյանը, որտեղ եկել են եւ անընդհատ կատարել են զոհաբերություններ։ Այսինքն այդ մարդկանց համար, որտեղ այստեղ եղել են, այդ տարածքը եղել է պաշտամունքի վայր։ Ես դա մայս ասա, սրբազան լանդշաֆտ է։ Այստեղ կան պաշտվող նախնիների դամբարաններ։ Այստեղ կան մեգալիթներ, կան ուրեմն մենակարեր, որը պաշտվող քարեր էին եւ որոնց շուրջը պատերով ձևավորված ուրեմն տարածքներ կային։ Հավանաբար այդտեղ նստել է քուրմը, գուցե ճերմակ շորեր հագած, պատկառելի եւ հավատացյալների քարավանները, պատկերացրեք 3000 տարի շարունակ եկել եւ իրենց հին աստվածներին իրենց հարգանքի տուրքն են մատուցել եւ այսօր էլ ընդունված է որ Վահագնի ծննդյան օրն է մեր հազարագույն աստծորն է։ Ես ուզում եմ ասեմ որ այդ տարածքը բացառիկ նշանակություն ունի մեր ինքնության, մեր պատմության, մեր մշակույթի համար։ Եվ այդտեղ մենք հայտնաբերեցինք ահա դամբարան, որը ես ասեցի թվագրվում է 4-րդ հազարամյակով եւ ժայռապատկեր։ Բացի այդ, այս նույն դամբարանից հայտնաբերվեցին նաեւ մաքուր արծաթից պատրաստված զարդեր։ Գիտեք, այն ժամանակ
դա տեխնոլոգիական մեծ հնարամտություն էր պետք, որ դու ստանայիր մաքուր արծաթ։ Փոքրիկ աննշան մի փոքրիկ բեկոր նաև ոսկուց։ Այսինքն նաև ոսկին են մշակել։ Իսկ դա գիտեք ինչ է, դա աշխարհի ամենահնագույն ոսկիներից մեկն է։ Այդպես է դուրս գալիս, Պաստորեն 4000 մեր թվարկությունից առաջ։ Այնտեղ ժամանակաշրջանին է վերաբերում, ասենք, Վառնայի մոտ գտնված ոսկե դամբարանը, այդպես որ ասեն, այդպիսի ուրեմն գտածոներ մենք ունեինք նաև Նախիջևանի տարածքում, Շարուրի գավառում, բայց բուն Հայաստանի Հանրապետության տարածքում առաջին ոսկին, որ հայտնաբերվել է, դրանից առնվազն 2000 տարի հետո է։ Հասկանում եք, միայն Շենգավթում մենք արդեն ունենք, այն էլ ավարտական փուլում շենգարական մշակույթի, որտեղ ոսկին հենց այնպես չէր, ոսկին իշխանության խորհրդանիշ էր։ Դա ընդունված երևույթ է, ընդունված տեսակետ է։ Եվ ունենք բրոնզից պատրաստված, շատ հետաքրքիր է բրոնզի քիմիական կազմը, որ մենք ուսումնասիրեցինք Քենդելի բանում, ինստիտուտում, խորին շնորհակալություն է մեր ֆիզիկոս ընկերներին, եւ պարզվեց, որ այնտեղ կա նիկելի մեծ քանակություն։ Այդտեղ հայտնաբերված բրոնզի իրերի մեջ, այո, այդ հավանջական շրջանի բրոնզե իրերի մեջ մենք ունենք նիկել։ Սա շատ հեռավոր դեռ հետազոտությունների կարիք ունի եւ մեծ բացահայտումներ կարող են տալ, որտեղից է բերված այդ մետաղը, ինչ տեխնոլոգիաներ են օգտագործել, ինչպիսի գիտելիքներ են տիրապետել եւ այլն։ Պարոն Սիմոնյանցկի, եղել է մեկ այլ տեղ, որ նիկելի հետ խառնված լինի բրոնզի, այսինքն այդպիսի փորձ ունենք, այդպիսի Գիտեք, էլի ենք ունեցել։ Մեր տարածքում բարեբախտաբար մենք էլի ենք ունեցել եւ դա նշանակում է, որ սա Հայաստանին հատուկ մի երևույթ է, այդ բրոնզը վերամշակելու, հա, բրոնզը այդպես միաձուլումը ստանալ։ Այն հումքը, որից ստացել են այդ բրոնզե իրերը, իր մեջ պարունակել է բնականից նիկել։ Դա էլ արդեն մեզ հետագայի համար հիմք է պարզելու, թե որտեղից է բերված այդ հումքը։ Հասկանում եք, այդպես շղթան կամ կծիկը բացվում ու անընդհատ նոր ու նոր շերտեր են պատմական բացահայտվում, այնպես որ երկու կարևոր հայտնագործություն, ես կարող եմ ասել, որ 2025 թվականին ինձ բախտ վիճակվեց ուսումնասիրել։ 26 նաև, հա, Պաստորեն, դուք ասացիք դեկտեմբերին, հա։ 25 թվականի, ճիշտ է, 25 թվականի դեկտեմբերին։ 26 թվականին մենք հույս ունենք այդ Սիլիկյանի բնակատեղիում շարունակել պեղումները եւ անկասկած փորձելու ենք հրավիրել նաեւ մեր գործընկերներին արտերկրի, որպեսզի գան իրենց աչքով տեսնեն, հաստատեն, որ դա այդպես է, որտեղ երբ հայն է ասում, չգիտես ինչ մի կամ վերապահումով, իսկ երբ որ դա ասենք ինչ որ Ջոն ասի կամ գցենք թե ասենք Սերժ, որը եվրոպական դպրոցն է ներկայացնում, մեծ հրճվանքով ընդունվում է, միանգամից դեռ երբեմն հաճախ նույնիսկ մեր կատարած հայտնագործությունները մենք հրատարակում ենք իրենց հետ, որպեսզի աշխարհի համար դա ընկալելի լինի։ Ընդունելի եւ ընկալելի լինի։ Պարոն Սիմոնյան, դուք խոսեցիք խոսքի ընթացքում ասացիք կտրող իրերի մասին, որ հայտնաբերել եք այդ ձեր բացահայտման այդ ընթացքում, հա, եւ ես հիշեցի այն մասին, որ օբսիդիանի ուղի արտահայտություն կա, եւ օբսիդիանը ընդհանրապես ասեմ, որ օբսիդիանը դա նույն սատանի եղունգն է եւ վանակատ է։ Հայերեն շատ սիրում վանակատ է, գեղեցիկ բառ կա, այո։ Եվ արդյոք այդ ձեր այս բացահայտումը այդ կտրող այդ գործիքների մասին, որ խոսում եք, այդ նույն օբսիդիանի մասին է խոսքը եւ այո գալիս է վկայելու նրա մասին, որ սա եղել է, այս ուղին եղել է։ Ոչ միայն ուղին է եղել։ Այլ ինչպես հիմա ասենք թե էներգակիրներն են, չէ, գազը, նավթը, այն ժամանակ այդպիսի դեր ունեցել է հենց վանակատը։ Այդպիսի կարևորություն է ունեցել, այդպիսի արժեք է ունեցել։ Ամբողջ հին արևելյան մշակույթների համատեքստում։ Հայկական վանակատ հայտնաբերվել է ընդհուպ մինչև հեռավոր Ուկրաինա, Եգիպտոս, որտեղ դա
բնության կողմից ստեղծված Աստծո պարգև էր, որով դու կարող ես ստանալ չափազանց սուր գործիքներ եւ կիրառել դա ամենատարբեր նպատակներով։ Եվ հիմնականում հայկական լեռնաշխարհում է եղել, չէ՞, դե այդ հայկական լեռնաշխարհը խոշորագույն կենտրոններից մեկն է։ Այ եթե դուք ամեն անգամ որ գնում եք Սևան նշանակություն դարձնեք Արզենիի մոտ, ինչ ահռելի քանակի ժողովուրդն ասում է սատանի եղունգի սարը բլուրը։ Գիտեք ինչ բան է։ Ու նաև ինձ ապշեցնում է մեր անտարբերությունը։ Հունգարիայում վանակատի հանքերի նկատմամբ պետական բացառիկ հոգատարություն կա։ Իսկ այստեղ մենք ջարդորդում ենք այդ ուրեմն թանկարժեք կամ կիսաթանկարժեք հումքը եւ լցնում ենք փողոցների տակ։ Չէ՞ որ դա ինչ է լինի անսպառ չի։ Բայց այդ հսկայական քանակը վանակատի վկայում է, որ այդ ամենախոր հնադարում դա եղել է հիմնական հումքը, որից պատրաստել են գործիքներ եւ զենքեր։ Շատ հետաքրքիր է այդ Սիլիկյան թաղամասում բուն այդ տարածքում վանակատ չկա։ Այսինքն վանակատը բերովի է։ Եվ դա շատ կարևոր է, որ մեր հետազոտությունների արդյունքում մենք ունենք ոչ միայն պատրաստի գործիքներ, այլ ունենք նաև թափոններ։ Դրանք վանակատի բեկորներ են, թեփուկներ են, փոքրիկ բաներ են, որոնք առաջացնում են, երբ քարը տեղում մշակում են։ Այսինքն մենք այստեղ ունենք արհեստանոց հասկացողությունը նաև։ Համանաբար քարը բերել են, ասենք, Արզենիից կամ Արագածի, ամեն դեպքում այն հին ժամանակներում դա վտանգավոր ճանապարհ է եղել, դու պետք է անցնեիր տարբեր վայրի գազանների տիրույթներով, կարող է տարբեր ցեղերի տիրույթներով վտանգելով քո կյանքը եւ բերելով այդ հումքը օգտագործել են մինչեւ վերջի հնարավոր աստիճանը, որպեսզի կարողանան պատրաստել գործիքներ։ Հետաքրքիր է շատ։ Պարոն Սիմոնյան, իմ հաղորդաշարին հյուրեր են եղել շոմերագետ Արմեն Դավթյանը, Արթուր Արմենը, եւ հետաքրքիր է, թե ինձ հիմա հետաքրքրում է այն ինչ որ դուք հիմա հայտնաբերել եք, ինչի մասին որ դուք խոսում եք հիմա, գալիս է լրացնելու նրանց արդեն հայտնած տեսակետին ուսումնասիրությունների արդյունքում եկած տեսակետը լրացնում է նրանց, թե հակադրվում է այդ ամենին։ Ես կարող եմ ասել, որ դա իհարկե ծանոթ եմ, պարզապես տարբեր ժամանակներ են։ Ժամանակները, որոնք ուսումնասիրում են, ասենք, շումերական գրությունը հայտնի է մեզ, ասենք, Քրիստոսի ծննդից առաջ 3-րդ հազարամյակի վերջից։ Նույնիսկ այդ ուրեմն, այդպես ասենք, մեհյանների հովիտը, որը ուսումնասիրվել է, ավելի վաղ է ամենահամեստ հաշվարկներով 1500 տարի։ Ես չեմ ասում այդ Սիլիկյան թաղամասը, որը որ արդեն բազմաթիվ հազարամյակների տարբերություն է տալիս, գուցե 10,000 տարվա վաղեմություն կա։ Դրանք տարբեր բնագավառներ են, այլ հարց է, որ արդեն շոմերագիտական այդ ուրեմն դիտարկումները պետք է արդեն համադրվեն Շենգավթի պեղումների հետ։ Դա արդեն առանձին մի թեմա է, որի մասին մենք կարող ենք հետագայում խոսել։ Ուզում եմ ասեմ, այստեղ երբեք մեկը մեկին չեն արտադրվում, որովհետև ես գիտեմ, որ մշակույթը, մեր մշակույթը, որը սկիզբ է առնում այդ վաղնջական շրջաններից, ու հարատևումը ես պատական չասեցի ավանդույթների պահպանությունը շարունակվում, հասնում է ընդհուպ մինչև մեր օրերը։ Եվ իր վկայությունները գտնում մի քանի այդպես առանցքային հնավայրերի ուսումնասիրման շնորհիվ, ինչպիսին է, ասենք, նավերի դամբարանները, վերին նավեր, ներքին նավեր, որտեղ բացառիկ հայտնագործություններ կան, շատ կարևոր հայտնագործություններ արվեց նաև աղցքի հայոց արքաների դամբարանի շրջակայքի պեղումների շնորհիվ եւ ես անընդհատ արդեն գուցե 20 տարի կրկնում եմ, որ պետք է հիմնել հայոց պետականության թանգարան։
Հենց այդպես հայոց պետականության։ Այո, հայոց պետականության թանգարան, որովհետև աղցքի հայոց արքաների դամբարանները վկայված են Բուզանդի, Խորենացու, Սեբեոսի կողմից, որից է կասկած չեն հարուցում։ Այդ մասն էլ կարող ենք մի առանձին թեմա անել, թե ինչ կարևոր հայտնագործություններ մենք արեցինք աղցքում, եւ ընդամենը մի քանի կիլոմետր ներքև գտնում են բրոնզեդարյան արքաների դամբարանները։ Այսպիսի համադրություն, ես անկեղծ եմ ասում, ինձ հայտնի չի հին արևելյան որևիցե երկրի տարածքում։ Դուք պատկերացրեք, ինչ փայլուն թանգարան կարող է լինել հենց հայոց պետականության թանգարան, սկսած բրոնզե դարից մինչև վաղ միջնադարը ներառյալ։ Այսինքն դա գալիս է վկայելու, որ այդ շարունակականությունը անդադ եղել է, այսինքն միշտ բազմաթիվ, գիտեք, ես ինչքան խորն եմ ուսումնասիրում, այնքան ինձ զարմացնում է այդ անընդհատությունը։ Ես լավ հիշում եմ հայ-բելգիական արշավախմբի անդամ էի, ոչ թե անդամ էի, այլ ես հայկական կողմի ղեկավարն էի, բելգիական կողմից Հերման Գաշներ, ուրեմն եւ երբ որ մենք զրուցում էինք բան, ինքը միշտ զարմացած այդպես նայում էր, ասում էր, ես տեսնում եմ ձեր մոտ տիպեր, որոնք դարեր են հարատևել։ Երբ որ միջագետքում ասում եմ 50 տարին մեկ տիպը փոխվում էր։ Հասկանում եք ինչ։ Հիմա մեզ ասում են, այ միջագետքում մենք տեսնում ենք ավանդաբար շարունակվող ուրեմն քաղաքակրթական երևույթներ, Հայաստանում այդպիսի բան չկա։ Գիտեք, այնքան մեծ է մեր անելիքը, այնքան կարևոր ու այնքան մեծ անտարբերությունը, որ ես զարմանում եմ պարզապես դա անցալեր։ Իդեպ նույն բանն էին ասում նաև շումերագետ Արմեն Դավթյանը եւ այո հայագետ Արթուր Արմինը նույն բանն էին ասում եւ իդեպ ես կուզեմ իմ հետևորդներին ասել անպայման մեկնաբանություն բաժնում գրեք թե ելում կուզենայիք տեսնել անուշադրության կենտրոնի տաղավարում։ Պարոն Սիմոնյան, դուք ես գիտեմ, որ նաև Արցախի պեղումների արշավախմբի ղեկավարն եք եղել հնավայրերի եւ ես ասենց կարճ մի դիտարկմամբ այսպես թվարկեք թե մենք ինչ ենք թողել այնտեղ։ Գիտեք, այն ինչ մեր հակառակորդը մրցակիցը այլ ազգի ներկայացուցիչը հասկանում է անմիջապես, չգիտես ինչի մեր 4 իշխանություններից ոչ մեկը դա չկարողացավ ընկալել։ Գիտեք, առաջի անգամ ես Արցախ գնացի 1990 թվականին։ Մենք գնացինք պաշարված Գետաշե եւ Մարտունաշեն։ Դա ինչ ասեմ, համարյա ինչ ասեմ, զողություն պես մի բան էր, որտեղ հետ գալը ավելի քիչ հավանական էր, քան չգալը։ Այդ վիճակից արդեն մենք սկսեցինք ուսումնասիրել այնտեղի հնավայրերը։ Ես լավ հասկանում եի, որ սա զենք է, կարևորագույն մի զենք, որով դու ապացուցելու ես այդ տարածքների հայկական լինելը։ Տեսեք, հիմա Ադրբեջանը մտել առաջերտին ինչ է անում։ Ոչնչացնում է հայկական հետքը։ Իսկ մենք գնացինք եւ այդ տարածքներում 1500 հուշարձան վկայագրեցինք։ Դուք պատկերացնում եք դա ինչ քանակ է։ Որպեսզի պատկ լինի, ասենք Մոլդովայի հուշարձանների ընդհանուր քանակը մոտ 700-800 է։ Այ ավելի པարզ է, ավելի པարզ։ 1500 խաչքարեր, արձանագրություններ, եկեղեցիներ, մատուռներ, հնագույն դամբարաններ եւ այլն։ Այդ ամենը արվեց, դե պարզվեց, որ դա ոչ մեկին պետք չի։ Բայց ուզում եմ ասել, ցավով եմ ես ասում, որ մեր մոտ շատ հաճախ անհատները անցնում են մի ճանապարհ, որից հետո պետությունը պետք է իր վերաբերմունքը դրսևորի, եւ մենք տեսնում ենք, որ չկա այդ վերաբերմունքը։ Իսկ դա ոչ թե մեզ է խփում, դա համազգային շահին է խփում։ Իսկն պետք է կարողանալ ճիշտ կողմնորոշվել, ճիշտ որոշում կայացնել։ Ինչ է, ուրիշ բան ու գործ չունի Ադրբեջանը, որ ընկած հայկական հետն է ոչացնում։ Նա գիտի, որ դա անձնագիրն է։ Հայ ժողովրդի անձնագիրն է, որ տարածքը իրենն է։ Ինքը ոչացում անձնագիրը։ Իսկ մենք ինչ ենք արել։ Ընդամենը պետք էր այդ անձնագրի մասին եղած վկայությունները
աշխարհին ներկայացնել հրատարակելով տարբեր լեզուներով։ Այդքան բան։ Պարոն Սիմոնյան, ես իմ հյուրերին միշտ հարցնում եմ, թե կարող են թվարկել 1-2 հատկանիշ, որ տարբերում է մարդուն կենդանուց, անասունից։ Ինչով է տարբերվում ըստ ձեզ։ Իհարկե։ Ну, ես երկուսից ավել կարող եմ ասել։ Շատ ավելի հետաքրքիր է։ Դա մեկը հավատն է։ Մարդու ամենաէական հատկանիշներից մեկը դա հավատն է առ Աստված։ Ես չգիտեմ որից է կենդանի, որ հավատ ունենա ու հավատի համար տաճարներ կառուցած լինի։ Երկրորդը դա բանականությունն է։ Բանականությունը ինքնուրույն մտածելու եւ եզրահանգումներ անելու հատկությունն է։ Եվ վերջապես երրորդը, որ ես հիմա արդեն մտածում եմ երրորդը որ ասեմ, որտեղ վերջինն է մնացել են հեքիաթի խնձորի պես, որ վերջի ցանկությունը պետք է լինի, այո, հավատ, բանականություն եւ հիշողություն։ Հիշողություն։ Ես սպասում եի, որ պիտի ասեք հիշողություն, որտեղ շատ խոսեցինք ավանդույթից եւ մենք եւ ամեն մի էթնիկ խումբ դատապարտված է պարտության։ Եթե չունի հիշողություն։ Եվ երբեք չի կարելի կորցնել հիշողությունը։ Ամբողջ եվրոպական դուք նայեք կառույցները, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, տարբեր տեսակի ICROM-ը, ICOMOS-ը, ինչի համար են կոչված, պահպանելու հիշողությունը։ Այդտեղից պետք է եզրակացություններ անեն։ Շատ շնորհակալ եմ, պարոն Սիմոնյան, շատ հետաքրքիր եւ հրաշալի զրույցի համար։ Ձեզ հաջողություն եմ մաղթում ձեր գործունեության մեջ, որտեղ ինչ անում եք կարեւոր է բոլորիս համար։ Իդեպ ոչ միայն Հայաստանի համար է կարեւոր։ Եթերում անուշադրության կենտրոններ, այսօր իմ հյուրն էր հնագետ, պատմաբան, արվեստաբան Հակոբ Սիմոնյանը։ Կհանդիպենք հաջորդ կիրակի։ Առայժմ